Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում եւ օգտագործում էր թմրանյութ։ Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ։ Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին եւ վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մեթադոնային լուծույթ է։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից Դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը։ Մայիսի 1-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց 2 փաթեթ, մոտ 100 գրամ կանեփի սերմի, 3 փաթեթ ավելի քան 15 գրամ մարիխուանայի եւ 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող զանգվածներով։ Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու 1 ծխամորճ եւ աղաց։ Տանտերը ձերբակալվելու ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։